Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին բանակի օրվա կապակցությամբ։ Այս տեսանյութի պատճառը այն է, որ աչքովս ընկավ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուղերձները բանակի օրվա կապակցությամբ, եւ եթե Սերժ Սարգսյանի ուղերձում նա հնարավորինս որևիցե թեմայի չի անդրադարձել, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ իսկ նախադասությամբ մի բան է ասել, որը ուղղակի ես չէի կարող չարձագանքել այդ ցինիզմին, այդ փորձում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի շրջանակներում մնալ, չարձագանքել այդ արտահայտությանը, ինչ է ասում Քոչարյանը, ասում է, ցավով արձանագրում ենք անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Ուրեմն 2002 թվականից 2002 թվական ես ծառայել եմ այդ մարտունակ եւ անկոտրում բանակում հաղթական եւ առիթ ունեցել եմ ազգային ժողովի անվանից մի փոքր դերվակ պատմել։ Ուրեմն այն ինչ որ կատարվում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակում բանակում եւ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակում, կարելի ասել մի խոսքով կարելի ասել կատարյալ բարդակ, կոտրված զինվորներ, մարտունակության մասին խոսել ընդհանրապես չէր կարելի, զինվորները սոված էին 2000-ից 2002 թվականի հոկտեմբերյանի ուսումնական զորամասում զինվորների մեծամասնությունը սոված էր, մեծ քանակությամբ կոռուպցիա, ուտելիքի հետ կապված ես առիթ ունեցել եմ խոսել եւ ներողություն եմ խնդրում, պետք է նորից կրկնեմ, որպեսզի պատկերը լիարժեք լինի, ուրեմն կերակրում էին կաղանդ լցրած բանի մեջ, այդ տարայի մեջ, կտրտում էին կարտոֆիլ եւ գիլկիր տամատնամ սոուսի լցնում էին եւ եռացնում էին այդ ամեն ինչը եւ դա էր մեր զինվորի հիմնական ուտեստը։ Կար շաբաթը 10 օրը մեկ ինչ որ միս էին բերում, սև գույնի մսի կտորներ էին, մենք մեր զորամասում խոսք էր գնում այն, որ ինչ որ ուխտի միս է, չգիտենք ինչի միս է, անկեղծ չգիտեմ ինչի միս է, բնական է ուտել չէր լինում։ Ուրեմն զորամասում 3 ամիսը 4 ամիսը մեկ համաճարակներ էր։ Ուրեմն աղիք հաստամոքսային համաճարակ էր 3-ից 4 ամիսը մեկ։ Իմ զորամաս գնալու եւ 7-ից 10 օր հետո հիվանդանոցում եմ հայտնվել ես, իմ քաշը պակասել է 10 կիլոգրամով, որտեղից գիտեմ, որտեղ կշռվելիս բանակ զորակոչելիս ինձ հավաքագրման կետում կշռել էին եւ հիվանդանոց բերելիս նույնպես կշռում են։ Իմ հետ ծառայել են հազարավոր մարդիկ, կարող են հաստատել այն ինչ որ ես պատմում եմ։